բոլորը պարալիզացված են, մարդիկ համատարած ճնշված են։ Այդտեղ եթե կա ձեռնտու տարբերակ, որ դու ոչ մի բան չես կարող անել, քեզ սահմանափակում են, ասել եմ քվեաթերթիկների հետ կապված, որ դժգոհություններ, բողոքներ կա, որ 8-րդ համարի քվեաթերթիկը չի տրամադրվում մարդկանց, այդ ահազանգն ենք ունեցել։ Մյուսը առևանգման հետ կապված ավագանու անդամության թեկնածուի մասով է ու մեքենաները, որ կանգնացվում է կամ կանգնած տեղից մեքենաները գալիս են, տանում են անհայտ մի խոսքով այն վիճակն է, որ ճիշտն ասած ձեր գալու ժամանակ ինձ հասել է այդ ահազանգերը, ես Facebook-յան էջով էլ հայտարարություն դրեցի ու այդ ժամանակ արդեն շուրը բացեցիք, տեսա որ եկել եք, ես երբ ընտրական իրավունք խախտելով հրաժարվում են տալ ձեր 8-րդ համարի քվեաթերթիկը։ Դե երևի այսպես կարող եմ վերլուծել, որ պատահականության վրա են այդ ամեն ինչը տանելու, որ պատահականություն է, թե չէ այդպես բացահայտ դիտավորություն չպիտի ներկայացնեն իմ կարծիքով, էլի։ Մի բան պիտի հասկանանք։ 2 օր է մենք հակակոռուպցիոնով ընտանիքիս անդամները վարչական այդ ինչ էր կիրառել են, վարչական վարույթ կիրառելով տղայիս, հորս, ավագանու անդամության թեկնածուներից մեկին, նաև մեր աջակիցներից մեկին, այն մյուսներին կարող է այս բանին չհիշեմ քանի հոգու, այդ նույն այդ սահմանափակումները, բրասլետները գցած է ձեռքերին, ոտքերին այդ մարդկանց ու հակակոռուպցիոնը ամեն րոպե այդ աշխատանքները մեր նկատմամբ տանում են ու Մարգուն Գրիգորյանը այդ կարգի հնարավորություն ունի, որ այդ ամեն ինչը հաշվի առնելով մի հատ էլ ընտրակաշառք է բաժանում։ Մալադես, ֆանտազիաները վերջն է։ Այս չգիտեմ, խոսում է ուժեղության մասին, ուրիշ բանի մասին, այն ինչ որ ներկայացվում է, որ մարդը ունի հնարավորություն է։